Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է։ Միթե Հոբը ձրի է աստվածավախ։ Հոբ 1:9։ Սա սատանայի չար հարցն էր արդար Նահապետի վերաբերյալ։ Սակայն մեր օրերում շատերը կան, որոնց համար այս հարցը կարելի է արդարացիորեն տալ, որովհետև նրանք Աստծուն ձևականորեն են սիրում, պարզապես որովհետև նա հաջողություն է տալիս նրանց։ Բայց եթե նրանց գործերը դեպի վատը գնային, նրանք կթողնեին իրենց պարծենկոտ հավատքը։ Եթե նրանք ակնհայտ տեսնում են, որ իրենց ենթադրյալ ապաշխարությունից հետո աշխարհում բարգավաճում են, ուրեմն կսիրեն Աստծուն իրենց խղճուկ, մարմնավոր ձևով, բայց եթե նեղություն կրեն, կապստամբեն Տիրոջ դեմ։ Դրանք իրականում հյուրասիրությունն են սիրում, ոչ թե հյուրասիրողին, սեղանը և ոչ թե տանտիրոջը։ Ինչ վերաբերում է ճշմարիտ քրիստոնյային, նա իր պարգևատրումը սպասում է գալիք կյանքում, իսկ այս կյանքում պատրաստ է դժվարություններ կրելու։ Հին ուխտի խոսումները բարգավաճման մասին էին, իսկ նոր ուխտինը տառապանքի։ Հիշեք Քրիստոսի խոսքերը. «Ամեն ճյուղ, որ ինձանում է և պտուղ է բերում, Հայրը մաքրում է, որ էլ ավելի պտղաբեր լինի»։ Հովհաննես 15:2։ Եթե դու պտուղ ես բերում, ապա ստիպված կլինես տառապանք կրել։ Ավաղ, ասում ես դու, դա սարսափելի հեռանկար է, բայց այս տառապանքն այնպիսի թանկարժեք արդյունքներ է ունենում, որ դրա միջով անցնող քրիստոնյան սովորում է ուրախանալ նեղություններով, որովհետև որքան շատանում են նեղությունները, այնքան շատանում են նաև Քրիստոս Հիսուսով մխիթարությունները։ Վստահ եղիր, որ եթե դու Աստծո զավակ ես, ուրեմն գավազանը չպետք է խորթ լինի քեզ համար։ Վաղ թե ուշ ոսկու յուրաքանչյուր ձուլակտոր պետք է կրակով անցնի։ Մի վախեցիր, այլ ուրախացիր, որ այսպիսի պտղաբեր ժամանակներ են պատրաստված քեզ համար։ Դրանք քեզ կկտրեն երկրից և հայացքդ դեպի երկինք կուղղեն։ Դու կազատվես ներկայիս ժամանակավոր բաներին կառչելուց, կսկսես փափագել այն հավիտենական բաները, որոնք շուտով հայտնվելու են քեզ։ Երբ զգաս, որ այս կյանքում անշահախնդիր ես ծառայում Աստծուն, այն ժամանակ կուրախանաս անպատմելի ուրախությամբ, առջևում տեսնելով գալիք կյանքի պարգևատրումը։